չունեք, ժամկետներ անգամ նշվեց, եւ իհարկե մենք տեսնում ենք այս փողոցում ընկած քպականները հերթով անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայտարարությանը, շնորհապահարզան չենք տալու, այս չենք անելու, ալիմենտ չենք։ Իսկ ով է իրենցից հարցնում։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ուրեմն երկու լարա թե երկու աթոռի վրա նստել է, չգիտեմ, հետո ճողվում են մարդիկ, երբ որ այդպես փորձում են արեն, դա թողնենք։ Հիմա շատ ավելի կարևոր եւ լուրջ հարց է։ Գալու էր այդ պահը, երկար ուրեմն Ռուսաստանի ղեկավարը որոշում էր, որ թե երևի թե գիտակցությունը տեղը կգա այս մարդկանց, կհասկանան, որն է մեր պետության, մեր ազգի շահը եւ չեն գնա այդ ծայրահեղ քայլերին կամ էլ փորձանեն։ Սա ուղղակի սադրանք է այս իշխանության կողմից։ Սա բացահայտ ավանտյուրա է, որովհետեւ եթե գոնե մի փոքր մարդիկ ունեն ուրեմն հնարավորություն վերլուծելու եւ հասկանալու, բոլորը պետք է հասկանան, որ եթե դու այսօր կտրուկ ձևով դուրս գաս կամ քեզ հեռացնեն ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից եւ այլ ուրեմն կառույցներից եւ Ռուսաստանը այլևս չհամարի քեզ որպես դաշնակից պետություն, դու այն ինչ որ քեզ հասնում է այս պահին, դու դրա փոխարենը չունես։ Ուրեմն պետք է հասկանալ, մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս մարդիկ տանում են ավանտյուրայի։ Այսինքն, երբ որ ձեզ ասում են, որ Եվրոպան էս կանի, Եվրոպան են կանի, Եվրոպան ոչինչ չի խոստացել, անգամ Երևանում անցկացված այդ համաժողովի ժամանակ։ Կարդացեք այն իրենց ընդունած 44, չգիտեմ ինչ, կետանոց բանը եւ տեսեք ինչ դատարկություն է այնտեղ։ Ոչ մի կոնկրետ խոսք չկա Հայաստանի հետ կապված, թե ինչ կարվի, ոնց կարվի եւ այլն։ Ուրեմն, եթե հերթով գանք, ապա կլինի հետեւյալը. ատոմակայանի խնդիրը չի լուծված, ատոմակայանը ամբողջովին այսօր ռուսական տեխնոլոգիայով աշխատող կառույց է, ատոմակայանը ստանում է վառելիքը էլի Ռուսաստանից, Եվրոպան ինքը պնդում է, որ այս ատոմակայանը պետք է ուրեմն կանգնի, չաշխատի, Թուրքիան ու Ադրբեջանը ուղղակի երազում են այդ օրը, որպեսզի այլևս մենք չունենանք ատոմակայան, ուրեմն իսկ դա մեր բացի նրանից, որ մեր էներգետիկ հա, իհարկե, պարզ է, ուրեմն էներգետիկ անվտանգությունից զատ դա մեր ազգային անվտանգության ամենակարևոր էլեմենտներից մեկն է։ Եվ բազմիցս ասել ենք, որ նրանք ովքեր ունեն ատոմակայան, այն էլ 50 քանի տարի արդեն գործող, ուրեմն կնշանակի, որ այնտեղ կա համապատասխան տեխնոլոգիա եւ կա համապատասխան հնարավորություն շատ ավելի հետաքրքիր ուրեմն պրոյեկտներ իրականացնելու պետական անվտանգությունը ապահովելու համար։ Դա շատ լավ գիտակցում են ուրեմն Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Սա առաջինը։ Երկրորդը, մենք այս պահին, այո, ստանում ենք վառելիքը եւ հատկապես ուրեմն գազը, նավթը ստանում ենք հիմնականում Ռուսաստանից եւ եթե ձեզ հիմա փորձում են բացատրել, այ Ադրբեջանը կփոխարինի, չգիտեմ այս կանի, Ադրբեջանը երբևիցե չի ասել, որ ինքը այլևս մեր թշնամին չի, Ադրբեջանը երբևիցե չի ասել, որ ինքը հրաժարվում է այսպես կոչված իրենց պատկերացման Արևմտյան Հայաստանից, Արևմտյան Ադրբեջանից, ինքը չի ասելու, որ ինքը հրաժարվում է 300,000 ադրբեջանցի տեղափոխել Հայաստան, եւ այլն եւ այլն եւ այլն։ Ուրեմն կնշանակի դուք, եթե համարում եք, որ այսօր այդ խաղաղությունն է եւ Ալիևի լկտիությունը, որ ասում է, այս պահին մենք ամեն ինչ արդեն ստացել ենք Հայաստանից, մեզ հələ դեռ որևէ ուրիշ բան պետք չի։ Չնայած այն մնացած այն ինչ որ արդեն նորից հայտարարվեց, դա պահպանվում է։ Այսինքն թրիպի ճանապարհը, քանի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ուզում կրկնեմ, պետք է դա հստակ մեր բոլոր ուրեմն մարդիկ հասկանան։ Թրիպ հասկացողությունը, եթե Հայաստանի համար լիներ, ապա նա պետք է շարունակական լիներ նաև բացվեր բոլոր կոմունիկացիաները այս հարավային Կովկասում եւ ինչու՞ չէ նաև դեպի միջին արևելք եւ այդ պարագայում Հայաստանը իրոք երաշխիքներ կունենար, որ այն պետությունները, որոնք որ այստեղ տրանզիտ շարունակում են իրենց ճանապարհը,
ուրեմն շահագրգռված կլինեն, որ այստեղ լինի խաղաղ եւ անվտանգ իրավիճակ։ Չկա այդպիսի ծրագիր, չկա այդպիսի ցանկություն։ Ուստի ես այս հարցով գտնում եմ, որ մենք կամ մենք պարտավոր ենք այս ամբողջը միանգամից փոխել եւ այո նոր բանակցային գործընթաց սկսել կոմունիկացիաների բացման վերաբերյալ այն ինչ որ գրված էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որը ստորագրեց Պուտինը, Նիկոլը եւ ուրեմն Իլխամը։ Այսինքն այնտեղ է որ գրված է կոմունիկացիաները բոլորը պետք է ուրեմն ազատագրվեն, բացվեն, որպեսզի բոլորը կարողանան բոլորի հետ հարաբերվեն։ Այստեղ Պուտինի հայտարարության հետ կապված։ Եկեք հասկանանք ինչ է ասում Ինքը չի դիմում Նիկոլին այլևս։ Պարզ երևում է, հա, ինքը դիմում էր հայ ժողովրդին, ասեց մենք կանենք այն ամենը, ինչ որ հայ ժողովրդին ուրեմն շահավետ է։ Եթե դուք կորոշեք, որ դուք դուրս եք գալիս ԵԱՏՄ-ից եւ գնում եք ԵՄ, Եվրոմիություն, ապա շատ լավ, ձեր կամքն է, ձեր իրավունքն է, այդ պարագայում հաշվի առեք, որ ինչ կլինի։ Որովհետեւ այլևս եթե դու դաշնակիցը չես եւ դու վտանգ ես արդեն պարունակում, որովհետեւ դու այստեղ բերում ես այն ցավոք սրտի թշնամական երկրները, որոնք չունեն հարաբերություններ կամ չեն ուզում կամ ուզում են պատերազմ Ռուսաստանի հետ, ինքը պետք է այս տարածքի նկատմամբ նույնպես ունենա իր արդեն հատուկ վերաբերմունքը, որը ի նպաստ չի լինելու մեզ։ Եթե ստեղ կան մի քանի տոկոս տակ գլուխներ, որոնք ասում են մենք ուրեմն չենք ուզում ռսի ստրուկը լինենք, թե ովա ձեզ երբևիցե ստրուկի նման պահել, չէիք ուզում չլինեիք։ Եթե դուք հա դե թող գնա եւ ասի թե որ ես իսկապես եկել եմ ասելու այո ես չեմ լինելու ձեր կազմում, ես կարող եմ ինքնուրույն անկախ լինել։ Բայց չի գնում, չէ, չի կարող, չէ, ասել հիմա։ Որովհետև շատ པարզ բան է, եթե ԵԱՏՄ-ն այսօր ձեզ ամենաբարձր պրեֆերենցիաներն է տալիս չեղած տեղը իմիջիալոց, ով է ձեզ այդ ապահովելու։ Ինքը օրինակ բերեց Ռուսաստանի հետ այս պահին ունենալով 29 միլիարդ ընդամենը հնա, մենք ուրեմն ունենք 9 միլիարդ, թե 7 միլիարդ ուրեմն, հա, 7-ից 9 միլիարդ ուրեմն շրջանառություն առևտրային։ Ով է փոխարինելու այդ ամենը միանգամից։ Կամ ընդհանրապես ով է ապահովելու այն անվտանգությունը։ Այսօր ուզում եք թե չեք ուզում, այն որ Ռուսաստանի բազան այսօր Գյումրիում է, զսպում է ախորժակը Թուրքիայի, դա միանշանակ է։ Շատ པարզ պատճառով, որտեղ Թուրքիան չի հրաժարվել իր մեծ Թուրան ծրագրից։ Ինչքան էլ մեզ փորձեն ասեն, որ իբր ասիական երկրները, Ղազախստանը, չգիտեմ, Ղրղստանը այլ տարբերակ ունեն եւ իրենք Ռուսաստանի հետ շարունակում են իրենց համագործակցությունը, փաստը մնում է փաստ, ստեղծված է թուրքալեզու պետությունների միություն եւ նա գործում է եւ նա զարգանում է եւ ամեն օր նոր բաներ է ընդունում։ Բարձբիցս ասել ենք դրա մասին։ Ուստի այս պայմաններում նաեւ նայելով Իրանի Իսլամական Հանրապետության եւ վիճակին եւ նրանց գործողություններին, սա է օրինակը իմիջիալոց։ Իրանի Իսլամական Հանրապետության գործողությունները դա օրինակ են մեզ համար։ Եթե մենք ուզում ենք իսկապես լինել ինքնիշխան պետություն, եթե մենք ուզում ենք լինել ինքնաբավ պետություն, իրեն հարգող պետություն։ Հիմա տեսեք, եթե այս տրիպը այս ծրագրով, որը հայտարարված է, իրականանա, փակվում է Իրանի եւ Հայաստանի սահմանը։ Այստեղ հաստատելու ոչինչ չկա, դա է իրողությունը։ Ինչ է անելու Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Իրեն համար այս ճանապարհը մեղրիով դեպի Հայաստան եւ արդեն դեպի Ռուսաստան եւ այլ բոլոր այդ պետությունները իր համար կարևորագույն ճանապարհ է։ Դուք թշնամանում եք նաեւ Իրանի հետ։ Այստեղ ես երբևիցե չէի պատկերացնի, որ մենք պետք է նստենք, բացատրենք,
ամենապրիմիտիվ բաները արտաքին քաղաքականության հետ կապված։ Անկեղծ եմ ասում, երբևիցե մտքովս չէր անցնի, որ գալու է պահ, երբ որ մենք պետք է խոսենք մեր ժողովրդի հետ կամ այս իշխանություն կոչվածի հետ, բացատրելով, թե լսեք, նայեք, տեսեք, այս հետևանքները ինչպիսին են լինելու։ Իսկ հիմա մենք ստիպված ենք սրա մասին խոսել։ Ստիպված ենք ասելու, որ ախր խելքներդ, գլուխներդ հավաքեք, եթե դուք իսկապես հայ եք եւ դուք իսկապես ուզում եք Հայաստանում ապրել շարունակել եւ ձեր երեխաները պետք է շարունակեն ապրել։ Եթե դուք չեք պատրաստվում, թող տվեք մենք անենք այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է մեր պետության, մեր ազգի համար։ Այնպես որ Պուտինի հայտարարությունը եւ դիմումը հայ ժողովրդին էր, ոչ թե Նիկոլին, եւ դիմումը պարս ուներ մեսիջ։ Դուք եք որոշում ձեր ապագան։ Ուզում եք լինել շարունակել այս քաղաքական գիծը, ձայն եք տալիս ուրեմն այս անձին կամ իր կուսակցությանը։ Չեք ուզում, որպեսզի այսպիսի դժվարությունների, բարդությունների շարանը շարունակվի, ապա ընդունեք այլ որոշում եւ ձևավորեք ձեր սեփական քաղաքականությունը, հաշվի առնելով, որ ձեզ բարեկամ պետությունները անհրաժեշտ են։ Եվ այնպիսի բարեկամ պետություն, ինչպիսին եղել է եւ մնում է Ռուսաստանը։ Այնպես որ այս առումով Պուտինը շատ հստակ է ասել եւ ապահարզան կոչվածը ոչ թե սրանք պետք է տան համաձայնվեն, այլ այնտեղ որոշումը կկայացվի եւ էլ դուք արդեն ոչ մի հնարավորություն անգամ չեք ունենա չկատարելու այդ որոշումը։ Ուղղակի կկտրեն ձեր հարաբերությունները, ձեր կապերը, այլևս դուք շատ հանգիստ այլևս չեք կարող մտնել Ռուսաստանի տարածք, չեք կարող տանել ձեր ապրանքը այնտեղ շուկայում վաճառել։ Ռուսաստանում եղած մեր ուրեմն հայրենակիցները արդեն իսկ որոշակի դիսկոմֆորտի մեջ են, այս ելույթների պատճառով, որ այստեղ լինում են այս ԿՊԱ-ականների կողմից, արդեն իսկ նրանց հանդեպ վերաբերմունքն է փոխվում, արդեն նրանց ապերախտ են համարում, մեզ էլ իրենց հետ միասին։ Այսպիսի իրավիճակում դուք հանգարց փորձում եք, այսպես ասած, կտրուկ փոփոխություն կատարել ձեր արտաքին քաղաքականությունում։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ հաստատեմ, եթե իրականում այն քաղաքական ուժերը, իդեպ ասած նորից եմ իրենց դիմում, միասին շարժումը եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը շարունակում են դիմել ձեզ, որ այսօր անհրաժեշտ է այն հուշագիրը ստորագրել, որպեսզի ժողովրդի մոտ նույնպես եւս մի ավել, այսպես ասած, համոզմունք առաջանա, որ դուք չեք համագործակցելու խորհրդարան անցնելուց հետո ԿՊ կառույցի հետ։ Ստորագրեք, այստեղ որևէ ուրիշ փոխհարաբերությունների մասին խոսք չկա։ Ընդամենը դուք պարտավորվում եք ժողովրդի առջև, ձեր ընտրողների առջև, որ դուք ոչ մի պայմանով նրանց հետ չեք համագործակցելու եւ չեք ստեղծելու նրանց հետ որևէ կոալիցիա։ Սա կարևորագույն հարցադրումներից մեկն է։ Երկրորդը, մենք դա նույնպես հուշագրի մեջ նշում ենք, որ դուք հիմա պետք է պայմանավորվեք մեզ հետ միասին, բոլոր արտախորհրդարանական ուժերի հետ միասին, որտեղ մենք չենք գնացել ընտրությունների, որպեսզի իրոք չփոշիացնենք այդ ձայները, միասին վերահսկել ընտրությունների ընթացքը, որովհետև ես չէ որ այդ գաղտնիքը պետք է բացահայտեմ, դա բոլորը գիտեն, որ եթե դուք չունենաք ժամը գիշերվա ընթացքում 100% արձանագրություններ բոլոր ուրեմն տեղամասերից, դուք թույլ եք տալու, որպեսզի լինեն կեղծիքներ այնպիսին, ինչպիսին իրենք ուզենան։ Ուրեմն միասնական ուժերով պետք է վերահսկել ընտրությունների ընթացքը եւ հավաքագրել այդ բոլոր արձանագրությունները։ Երբ որ դուք կունենաք այդ ամենը եւ կտեսնեք անհամեմատությունը, այդ ժամանակ ձեզ հետ հաշվի կնստեն։ Եվ երրորդը, հետ ընտրական պայքար, որ եղավ, էլի նորից պետք է միասնական ուժերով դա արվի։ Եթե դուք չարեցիք դա եթե դուք չարեցիք, ուրեմն կնշանակի դուք գնում եք էլի նորից ինչ որ գործարքների։ Այս է մեր առաջարկը, եւ հիմա նորից ասում եմ, ես արդեն ունեցել եմ որոշակի բանակցություններ որոշ քաղաքական ուժերի հետ եւ ուրեմն գտնում են բոլորը ասում են այո,
Բայց մենք հիմա սպասում ենք, որպեսզի ստորագրություն դնեն այդ հուշագրի տակ։